Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 2-ն է 2025 թվական։ Արդեն 9 տարի է ապրիլի 2 ասելով մենք հիշում ենք, որ տարելիցն է քարորյա պատերազմի եւ հարգելով զոհերի հիշատակը, բացի դրանից նաև ուղղակի գնահատական տանք, որովհետև քարորյա պատերազմի դասերը եթե քաղեինք նորմալ 44 օրյա պատերազմում չէինք պարտվի եւ այսօր Ալիևը չէր հոխորտա եւ նորից էսկալացիայի համար առիթ չէր որոնի եւ նորից չէր ասի, որ Հայաստանից կրակել են։ Դրա համար մի կարճ անդրադառնանք քարորյա պատերազմին։ Սերժ Սարգսյանն ասում էր, որ թեպետ 4 տարի մենք բանակցում էինք Եվրամիության հետ, բայց մտանք Մաքսային միություն, հետագայում էլ ԵԱՏՄ միայն նրա համար, թեկուզ դա տնտեսական միավոր էր, բայց անվտանգության համար, որպեսզի Արցախի անվտանգության հարցը լուծենք, իսկ ասում են ինչ կապ ունի տնտեսական միավորը անվտանգության հետ, ասում էր չէ, որ այնտեղ էլ Ռուսաստանն է, ԵԱՏՄ-ի լոկոմոտիվ պետությունը, լիդերը եւ նաեւ Մաքսային միության։ Այդ իսկ պատճառով նման ժեստ անելով Ռուսաստանին մենք հույս ունենք, որ կլուծենք Արցախի հարցը։ Նաև Սերժ Սարգսյանը համաձայնվեց, որ մենք ԵԱՏՄ մտնենք առանց Արցախի եւ դա ընդունեց պայմանը Ալիևի, որ նամակը Նազարբաևը կարդաց, որ պետք է Հայաստանը համաձայնվի առանց Արցախի մտնի ԵԱՏՄ, դա էլ համաձայնվեց, մենակ թե մենք մտնենք ԵԱՏՄ, մտանք ԵԱՏՄ, իրավաբանորեն հիմնավորեցինք, որ այո, Արցախը առանձին է եւ Արցախը Հայաստանի հետ օրգանապես կապված չի, եւ ասում էր ոչ իրավաբանորեն, ոչ մեր մտքում Արցախը Հայաստանի հետ չէ եւ այլ եւ այլ։ Բայց արդյունքում ինչ ստացվեց, մի տարի հետո ապրիլյան պատերազմը եղավ։ Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից հետո, երբ որ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տալիս, մի աբսուրդ միտք էր ասում, մենք հաղթել ենք ապրիլյան պատերազմում, ասում են ոնց ենք հաղթել, համ տարածք ենք կորցրել, համ կորուստներ ենք տվել, այդ հաղթելը որն էր, մարդիկ քնած մեկ էլ հարձակվեցին, այդ վախը նորից մտավ իրանց սիրտը, որ քանի ինչքան ժամանակ էր պատերազմից հեռացել էր, մի սերունդ էր ապրում, որ այդ վախը չէր տեսել։ Եվ Սերժ Սարգսյանը մի աբսուրդ միտք ասեց, քանի որ Ադրբեջանը ցանկանում էր Արցախը ամբողջությամբ վերացնել, բայց դա իրան չհաջողվեց, ուրեմն մենք հաղթել ենք։ Ես հենց այդ ժամանակ եղել իր հարցազրույցի ժամանակ ասել եմ, որպեսզի պատկերացնեք ասացի լոգիկան, էլի։ Դա նույնն է, ոնց որ ասենք երիտ թուրքերը ցանկանում էին բոլոր հայերին կոտորեին, բայց ընդամենը 100 միլիոն ու կեսին են կոտորել, նշանակում է մենք հաղթել ենք։ Այս կարգի աբսուրդ է այդ ասածը, բայց հիմա նաև հասկանանք ինչ իրականում տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, ոնց որ քարորյա պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը ցանկանում էր բացատրել, որ եթե չհամաձայնվեք զիջումների, ապա պատերազմով են վերցնելու, ոնց որ 44 օրյա պատերազմում նույնը արեց Նիկոլ Փաշինյանը։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբյոնից խոստովանեց, որ եթե պատերազմ չլեր, զոհեր չտայինք, կորուստներ չունենայինք, չէին համաձայնվի, որ ես դա զիջեի Ադրբեջանին, դա պետք է լիներ, որ կարողանայի։ Իսկ Սերժ Սարգսյանը դա տենց է չխոստովանեց, բայց մենք հասկանում ենք, որ դա իրականում նույնն էր, փաստերն ենք դնում համադրում։ Առաջինը ինքը հանրապետությունում չէր, քարորյա պատերազմը սկսեց։ Ինքը եկավ եւ պատմում էր, որ դեռ չխառնվեցի այդ գործերին, որովհետեւ պաշտպանության նախարարը այդ ամեն ինչը անում էր։ Էլ էս ինչ անի։ Այսինքն գերագույն հրամանատարը գալիս է երկիր, տեսնում է, որ երկիրը պատերազմի մեջ է, ասում է դե լավ, դե ինչ խառնվեմ, այնա պաշտպանության նախարարն անում է, որովհետեւ իրան պետք էր, որ իրա վրայից ցրի, մեղքը գցի պաշտպանության նախարարի եւ մյուսների վրա, որովհետեւ ինքը վստահ չէր, որ զորքը կդիմակայի, կկանգնի մինչև վերջ։ Բայց դրանից հետո ինքը կանգնեց եւ ասեց մենք չենք համաձայնվի խաղաղության, եթե Ադրբեջանը չվերադառնա իր տարածք։ Այդ էր իր արածը, դիվանագետներին հավաքեց եւ դա ասեց։ Բայց անմիջապես դրանից հետո, երբ որ մեր զորքը սկսեց առաջ խաղացում ունենալ, անմիջապես Սերժ Սարգսյանը Մոսկվա ուղարկեց մարդ, որ ասեց գնացեք համաձայնվեք խաղաղությանը, եւ Ադրբեջանը իր դիրքեր չվերադարձավ։ Բայց եթե մենք հաղթել էինք, դրանից հետո ինչ էր,
Սերժ Սարգսյանը բոլոր հանդիպումների ժամանակ ասում, բերեք հանձնաժողովներ ստեղծենք, մոնիտորինգ անենք, որ տեսնենք ով է կրակում, Ադրբեջանը անընդհատ մեզ սպառնում է։ Եթե մենք հաղթել էինք, Ադրբեջանը պետք է սսկվեր։ Այդ ո՞նց էր մեզ սպառնում։ Եվ այն էլ Սերժ Սարգսյանը, որը Արցախից էր եկել Հայաստան որպես խոպանչի եւ ասում են դե եկել Արցախի հարցը կլուծի, բա Արցախից է եկել։ Ինքը դրանից հետո քանի օր հետո գնաց Արցախ, քարորյա պատերազմից հետո, չէր ուզում մի հատ գնա տեսնի ինչ ավերածություններ ա ինչ է։ Ինքը ուզում էր մի հատ մարսեր, Արցախցին մարսեր այդ ամեն ինչը, որ գնար եւ Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը ասեր, եթե չհամաձայնվեք զիջումների, տեսակ ինչ եղավ։ Արդեն ղարս երկելու փոխարեն երկեք Ստեփանակերտ, այսինքն կկորցնեք։ Իսկ ինչ էր ուզում որ համաձայնեցներ։ 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր, Ալիևը մտածածին պատճառներ բերեց եւ չստորագրեց, այդ պահանջները Ալիևի լրացուցիչ բերած Սերժ Սարգսյանը ցանկանում էր ընդունել, բայց այդ դեպքում էլ Արցախը չէր համաձայնվում, որովհետեւ Կազանյան փաստաթղթով էսպես էր 5 շրջան տալիս ենք, այս քայլը արվում է, հետո երկուսն ենք տալի։ Իսկ հիմա Սերժ Սարգսյանը գնացել էր եւ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությանն ասում էր 7 տալու ենք առանց նախապայմանի, առանց որևէ կարգավիճակի հարց քննարկելու, այլապես Արցախը կվերանա։ Ինչի էր ինքը այդ շանտաժն անում, եթե մենք հաղթել էինք։ Ինչն էր պատճառը։ Հա, որովհետև այդ պետք է լիներ, որպեսզի ինքը կարողանար արցախցիների վրա ճնշեր Ադրբեջանի պատերազմով, այդ շանտաժով, որը մի անգամ էլ 44-ին տեսանք դա։ Եվ մեկ է, եթե մենք հաղթել էինք, ինչպես ինքն էր գտնում, բա պաշտպանության նախարարին տեն չի գործից հանեցիր։ Հենց նույն տարվա մեջ։ Սա խոսում է նրա մասին, որ իր պլաններից դուրս տեղի ունեցավ դա այն պայմանավորվածությունը, որը ունեին Ալիևի հետ, այն պայմանավորվածությունը, որը որ պետք է ժամանակի ընթացքում զինվեին, հետո պատերազմով վերցնեին։ Ուղղակի մեր զինվորը տեղյակ չէր, որ այս խաղը ծախած է, այդ զինվորը կռվեց, որը չէր մտնում Սերժ Սարգսյանի պլանների մեջ։ Իդեպ այնպես էր, որ 44 օրյա պատերազմն էլ ոչ մեկը չէր սպասում, որ այդպիսի հարձակում, որ լինելու էր Թուրքիա, Ադրբեջան, վարձկաններ, Պակիստան, ինչ ասես, այդքանին 44 օր դիմանալու էր։ Դիմանալ կլներ այդ դրոններին ու այդ լայնածավալ հարձակմանը։ Էլի մեր զինվորները կյանքի գնով պահեցին, որոնց էլ դավաճան ասեցին, էլ դիզերտիր ասեցին, ինչ ասեցին։ Հետո ազգային ժողովի ամբիոնից խոստովանեցին, որ գիտեք ինչ, պետք է իրանք զոհվեին, որ մենք կարողանայինք զիջումները պարտադրեինք հայ ժողովրդին։ Այնպես որ մենք քարորյա պատերազմի դասերից իրոք չենք քաղել, այլապես այս շարունակությունը չէին։ Ու այնպես էլ չի, որ 44 օրյա պատերազմից ենք դաս քաղել, բայց այդ դեպքում ինչի համար է այսպես հոխորտանքը Ադրբեջանի կողմից։ Այսինքն իրանք համարում են հարցը ավարտված, ոչ, իրանք համարում են Արցախի հարցն ավարտված, բայց Հայաստանի հարցը ավարտված չի։ Իրանց ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ ով է այդ ախորժակը զսպում։ Իսկ հիմա նայենք Գյումրու ընտրությունների հետ կապված էլի անդրադառնանք, որովհետև գիտենք, որ դա համապետական ընտրություններից առաջ այն ստուգատեսներ, որ մենք հասկանայինք, թե իցյա մեզ սպասվում։ Ինչի մենք չենք քննարկում Փարաքյալի ընտրությունները, դա էլ էր տեղական ինքնակառավարման մարմին իշխանությունը պարտվեց, որովհետև դա չէր արտահայտում այն, ինչ որ մեզ համապետական ընտրություններին էր սպասում։ Գյումրում հենց մենք տեսանք այդ մոդելը ինչ որ սպասում էր։ Եթե այդ կիրակի լիներ համապետական ընտրություն, այս խայտարակությունը ելնելու էր համապետական ընտրություններով։ Իշխանություն նախկիններ եւ մեկ էլ այլընտրանք, որը համոզիչ չէր եւ 5%-ը չհաղթահարեց։ Այսինքն էս էր ելնելու։ Այդ դրա համար հիմա մարդիկ բացարձակ հետաքրքիր չի, թե այնտեղ ընդդիմությունը կմիավորվի, թե չի միավորվի, թե ինչ խաղեր կտան։ Ումա դա հետաքրքիր։ Արդեն այն ինչ որ մեզ պետք է, մենք իմացանք, որովհետեւ եթե միավորվեցին այդ խայտարակությունը ինչ որ բանա փոխում, կամ եթե չմիավորվեցին, այն մյուս խայտարակությունները, հարցերները լուծեցին, կամ ինչ որ մարդկանց ճնշեցին, քրեական գործեր հարուցեցին, բանա փոխում, այն դնդրությունը ինչ որ մեզ տալու էր արդեն տվել է, որովհետեւ
եւ ինչքան ուզում բացատրեինք ինչա կատարվում, մարդիկ իրանց աչքի առաջ տեսան, աչքով համոզվեցին, թե ինչա կատարվելու։ Ու դա էր պատճառով հաշված ժամերի ընթացքում, գիտեք ինչքան մոտիկ մարդ էր ինձ ասում, եթե հիմա արդեն չմասնակցեք, դա դավաճանություն է արդեն, ոչ թե կուզեք կմասնակցեք, չէ։ Ես շատ էի մտածում, ասում եմ մի հատ տեսնենք, Գյումրին էլ տեսնենք, եթե իսկապես ընտրությունների արդյունքը այնպեսին կլինի, այլ ընտրանքը նորմալ ձայն կհավաքի, հաջողություն մաղթենք, մարդիկ թողանեն, ինչով էլ կարող ենք մենք կօգնել, մեր ալիքով, ինչ որ ինչ ձևով, այս հարթակով, ինչով կարող ենք կօգնել, բայց մենք տեսանք ինչ խայտարակություն տեղի ունեցավ, եւ այդ նույնը հասկացավ մեր հասարակությունը։ Հիմա էլ չի առաջարկում, արդեն պարտադրում է, որ պետք է դեմ առնել։ Այնպես որ դրա համար Գյումրու ընտրությունը ինչ որ տալու էր, դրա համար ես որ արդեն ասեցի անմիջապես հենց դրանից հետո որ այո ես պատրաստվում եմ քաղաքական հայտ ներկայանալու հետ կապված, շատեր իհարկե անուններ են անդադ գրում, բա տեսեք այս մարդկանց կարելի է միանալ Ժողովուրդ ջան, այդ բոլոր մարդկանց ազգանուններն էլ անուններն է ես շատ լավ գիտեմ։ Մի մասին անձամբ ճանաչում եմ, մի մասին եթե չեմ էլ ճանաչում, հրապարակային մարդիկ են։ Նրանց գտնելը հետээр նստել խոսելը մի բարդ բան չի։ Աշխատանք է պետք անել, մարդկային նյութական ռեսուրս է պետք դնել, ոչ թե մենակ մի քանի հոգով սեղանի շուրջ նստեն թուղթ ստորագրեն։ Դա է պատճառը, որ ես ասում եմ, այն ռեսուրսը, որը մենք կունենանք, ըստ դրանից կախված ես կտեսնեմ, թե որ տարբերակն ենք ընտրում։ Աջակցում ենք մեկին, թե ուժի կենտրոն ենք ստեղծում եւ հետագայում նստում ենք բանակցության, թե ես ինքս այն ծավալի աջակցությունը տեսնելով ես ինքս եմ ստանցնում այդ լիդերությունը, ելի բանակցություն, որովհետեւ որևէ մեկը իր միայնակ իր ուժերով ոչինչ անել չի կարող։ Այսպես թե այնպես բանակցություններ լինելու է, համախմբում լինելու է հանգիստ տեղեք, բայց պարզապես պետք է իմանաս ինչ կարգավիճակով, ինչ ես դնում բանակցային սեղանին, այդ վստահությունը ինչ տեսք ունի, դրանից է կախված նաեւ դա։ Դա է պատճառը, որ ես նաեւ ձեզ խոստացա, որ նաև կներկայացնեմ նաև բանկային հաշիվներով փոխանցումները, այն ինչ որ կա արագ փոխանցումների տարբեր տարբերակներ, որ մեր ալիքի տակ նկարագրական մասում կա, ընդ նկարագրական մասում նաև կա բանկային հաշիվները արդեն հասարակական կազմակերպության համար փոխանցումների, բարեկեցիկ անվտանգ Հայաստան հասարակական կազմակերպության, հիմա դա ես ձեզ կցուցադրեմ, դուք հիմա տեսեք դա, պարբերաբար դա կկրկնվի նկարագրական մասում էլ կա, ով էլ չի հասցնի ֆիքսի կամ կնկարի կամ նորից կմտնի դրանք կնայի, եւ ըստ դրա թե ինչ չափ է աջակցություն կունենանք, ես էլ կտեսնեմ իմ մոդիկներից աջակցությունը ինչ է ակնկալում եւ ըստ դրա կորոշենք, կնստենք մարդկանց հետ կպայմանավորվենք եւ աշխատանքը կտանենք առաջ։ Ամբողջ հանրապետությունով ընտրություն անելը դա հսկայական ռեսուրս է պահանջում համակիրների եւ ֆինանսական եւ նկատի ունեցեք մեր մրցակիցները եւ վարչական ռեսուրս ունեն եւ ֆինանսական ռեսուրս ունեն եւ մեդիա ռեսուրս ունեն։ Ընդդիմությունն էլ եթե վարչական ռեսուրս չունի, ֆինանսական ռեսուրս էլ ունի, մեդիա ռեսուրս էլ ունի։ Իսկ մենք այդ խնդիրները լուծելու ենք մեր ուժերով։ Հատա Աստվածում հետ միավորվենք, իրանք էլ ունենան ալիք կամ որևէ լրատվական հնարավորություններ ունենանք, բայց մեր հույսը մեր վրա ենք դնելու, առայժմ այն ինչ ունենք։ Դրա համար եթե այս ընթացքում բարբերաբար չէի ես ասում նաև ալիքի հետ կապված արագ տարածել, էս անել, սեղմել լայք կոճակը, բաժանորդագրվել, սեղմել զանգակ կոճակը, վերջում էի սովորաբար ասում, կամ էլ եթե ցանկություն ունեք աջակցեք, որտեղ ուզում եմ իրական պատկերը նաև տեսնեմ։ Լավ, ի վերջո մենք ինչքան համակիրներ ունենք, բայց հիմա արդեն եթե process-ի մեջ մտնենք, ու այս ալիքով մենք լուրջ աշխատանք ունենք։ Դրա համար դուք էլ պետք է ձեր վրա վերցնեք որոշակի պարտավորություն շատ տարածելու, շատ մարդկանց այդ մասին ասելու, լայքերը, բաժանորդագրվելը, զանգակոճակը սեղմելը, Facebook-ում տարածելը, այսինքն արդեն մտնում ենք աշխատանքային փուլ, կազմակերպական փուլ, ընդհանրապես նա չի, որ մենք ուղղակի իմանանք ինչքան համակիր ունենք, որ նրանք լսում են, որովհետև սա մեր հարթակն է, որով մենք այդ ամեն ինչը պետք է անենք։ Ծավալը ավելացնելու դեպքում, այո, ուրիշ տարբերակներ կմտածենք, որ մեր այն մարդիկ, ում ցանկանում ենք թիմում տեսնել, միասին հանդիպենք, ձեզ ներկայացնենք այդ մարդկանց եւ ասենք, այս կարգի մարդիկ ունենք, հանրապետությունով մեկ շատերի հետ աշխատանք տանելու, գրասենյակի հարց լուծել, էս անել, լև անել, աշխատող եւ այլ եւ այլ։ Այդ ամեն ինչը կազմակերպական բաներ կանենք, բայց ուղղակի տեսնենք մեր հնարավորությունները, նոր ըստ այնում գործենք։ Դրա համար ձեզ արդեն խնդիրը պարզ է եւ
ալիքի հետ կապված, որտեվ ինչ ուզմա լինի, որ տարբերակն էլ ընտրենք անկախ հնարավորություններից, այս ալիքը աշխատացնելը եւ այս ալիքով հանրության հետ շփվելը պարտադիր է, որտեվ դա ձեր ցանկությունն է, այլապես եթե ցանկություն չլինի, ես ինչի դա պետք է անեի։ Ես տեսել եմ նաեւ, որ ձեր այդ ցանկությունը կա, սա ակտիվացնելը բացարձակ կապ չունի, թե քաղաքական հայտի որ մոդելը կընտրենք, բոլոր մոդելների դեպքում սա այն գործիքն է, որով մենք մեր աշխատանքները ակտիվ ձևով տանելու ենք։ Դրա համար դրանով էլ երևալու, թե ինչ չափով եք դուք պատկերացնում, թե ինչ արհավիրք, որ տեսակ, որ ասիկը կարա Հայաստանի գլխին գա հաջորդ ընտրությունների ժամանակ, դրա մոդելը արդեն տեսակ, էլ իրար շատ բացատրելու բաներ չունենք։ Հիմա տեսնենք աշխարհում ինչա կատարվում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է. Թրամփը հիասթափված է ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերից։ Նա ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի։ Մեր թիմը շարունակում է շփվել ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ, նախագահն ամեն օր զբաղվում է այդ հարցով, նշել է Լևիթը։ Դե դուք պատկերացնում եք, իհարկե Թրամփը ընտրությունների ժամանակ, երբ որ ասեց, որ ընտրություններից առաջ, որ ես մի 24 ժամ կդադարեցնեմ պատերազմը, դե այդ մասին շատ ենք խոսել, գիտենք, բայց ուրիշ խնդիր կա։ Հիմա եթե Թրամփն ասում է, ես հիասթափված եմ, որ ես ուզում էի պատերազմն ավարտեմ, չստացվեց։ Բայց այն ընտրողները, որ ընտրել են Դոնալդ Թրամփին, հույս ունենալով, որ պատերազմը դադարեցնելու է, լրավել ծախսեր չի արվելու, խաղաղություն ա տիրելու եւ շուռ ա գալու զբաղվի տնտեսությամբ, գնաճի դեմն ա պայքարելու, էսա անելու, այն անելու։ Բայց այդ ընտրողները, որ հիասթափված են, բա նրանք ինչ անեն։ Թրամփը հիասթափվել է մի կողմ ա քաշվել, բայց այդ ընտրողները ում էին ընտրել։ Ընտրել են մի մարդու, որը իրաց այդ խոստումը տվել էր։ Էս ինչ եք անում, էս ինչ պատերազմ, եկել եմ այդ պատերազմը դադարեցնեմ, եկել եմ, որ մեր պահեստները չդադարվի զինապահեստները, եկել եմ, որ մեր փողերը չտանեն, եկել եմ խաղաղություն բերեմ, եկել եմ ձեր կեսամակարդակը բարձրացնեմ։ Եվ իմ արդյունքում ինչ ստացվեց։ Պատերազմը շարունակվում է հիասթափված է Թրամփը, գնաճը տեղի ունենում, մաքսատուրքերի պատերազմը բերել է շատ վատ վիճակի, տնտեսության անկման առաջ կանգնացրել եւ այս պարագայում վաղվա օրվա նկատմամբ անվստահություն առաջացրել հասարակության մոտ, շատ-շատերը, որ պետական չինովնիկ էին, չգիտեին, թե իրանք կմնանք աշխատեն, թե չէ, ինչ ռիսկ անեն, խնայողություն անեն կամ որ բիզնեսի վրա ներդրում անեն, եթե չգիտեն որն է զարգանալու։ Այս ամեն ինչը բացատրել միայն հիասթափությամբ բավարար չէ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. Ռուսաստանը կշարունակի ամերիկյան կողմին տեղեկատվություն փոխանցել իրերի իրական դրության եւ խաղաղության համար որևէ բան անելու Կիևի չկամության մասին։ Կիևը չի պահպանում ժամանակավոր հրադադարը, շարունակելով ամեն օր հարվածներ հասցնել մեր էներգետիկ ենթակառուցվածքին։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը ամերիկացիների հետ, համբերատար կփոխանցենք նրանց իրական վիճակը եւ Կիևի խաղաղության համար ինչ որ բան անելու դժկամությունը, ասել է Պեսկովը լրագրողներին մեկնաբանելով Թրամփի խոսքերը, որտեղ արդեն Ռուսաստանն էլ անհանգստացած է, որ Թրամփը հիասթափված է, ուզում է բացատրի մենք ինչ անենք, մենք զիջումների ենք գնում, Ուկրաինան չի համաձայնում։ Այսինքն Ռուսաստանը, որ ասում է տեսեք ինչ ենք անելու, 3 օրում ավիրենք, լրիվ վերացնենք, էս անենք, այն անենք, հիմա ինքը խնդրում է Ռուսաստան, այսինքն Ուկրաինայի վրա բողոքում է Ամերիկային։ Ես քո ասածն անում եմ, այս փիս Ուկրաինան քո ասածը չի անում, նորից մեզ հարվածում է, գիտեք, բայց մենք մնում ենք մեր խոստման մեջ, ով չի հասկանում, որ դա թատրոն է, բայց իրանք էլ են հասկանում, ոնց այդ թատրոնը խաղան, որ պատերազմը ձգեն, բայց եւ միևնույն ժամանակ մեղքը չընկնի իրենց վրա։ Կարող է, բայց արդեն Թրամփը դա էլ է հասկացել, որ ասում է, ես հասկացել եմ, որ Ռուսաստանը ձգձգում է, արդեն ինքը դա էլ է խոստովանել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է. ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են աջակցել Ուկրաինային։ Միայն 2025 թվականի առաջին 3 ամսում անվտանգությանն աջակցելու համար հատկացվել է մոտ 20 միլիարդ եվրո, հայտարարել է Ռյուտեն։ Դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ապրիլի 3-ից 4-ը կայանալիք հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում։ Իհարկե դաշինքի անդամ երկրների հետ է հանդիպումը, բայց երբ որ ստեղ ասած է ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են աջակցել, լրատվականը ինքը դրել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ես այդ ձևով ձեզ չասեցի, որովհետև տարբերությունը մեծ է։ Ընդ երկրներ կան, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց դաշնակից են։ Եվ պատահական չի, որ նաև առիթ լինում է եւ նաև հիշեցնում ենք նաև
Ավստրալիայի մասին, Ավստրիա, որը ՆԱՏՕ-ի անդամ չէր եւ այլ եւ այլ։ Այսինքն այդտեղ խնդիրներ կան եւ նրանց աջակցում է Ճապոնիան Ուկրաինային օգնել, այնպես որ աջակիցների մասին է խոսքը, ոչ թե անդամների, մի քիչ լրատվականը բան չէ, դրա համար չեմ ուզում կոնկրետ նշեմ, որի մասին է խոսքը։ Որտեվ աջակցությունը եւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շրջանակից ավելի մեծ է։ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն ասել է. Իրանի պահվածն ամբողջ աշխարհում սպառնում է ԱՄՆ-ի ազգային շահերին։ Այդ իսկ պատճառով նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է առավելագույն ճնշման արշավը վերջ դնելու Իրանի միջուկային սպառնալիքին, սահմանափակելու նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ վերջ դնելու ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն։ Ինչպես հայտարարել է նախագահը, Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա նաեւ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Ինչպես գիտենք, նախագահը պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրանի հետ գործարքի շուրջ։ Եթե իրանական ռեժիմը գործարք չի ցանկանում, նախագահը հասկացրել է, որ այլ տարբերակներ է փնտրելու, ինչը շատ վատ կլինի Իրանի համար, ասել է պետքարտուղարության խոսնակը։ Իհարկե, մեկ անգամ եւս խոսենք նրա մասին, որ Իրանը մեր հարևանը լինելով, որի հետ մենք խնդիր չունենք, բայց ինքը եթե խնդիր է ունենում, մենք հաստատ կունենանք, աշխարհագրականից սկսած, բնապահպանից սկսած, մինչև անվտանգայինով վերջացրած, Իրանի հարվածը կամ նրա պատասխան հարվածը մեզ համար ավելի մեծ վտանգ է, քան անգամ Իրանի համար։ Իրանը 1.680.000 քառակուսի կիլոմետր տարածք ունի, մոտ 90 միլիոն բնակիչ։ Մի կերպ տակից դուրս կգա, բայց մենք խնդիրներ կունենանք։ Խնդիրներ կունենանք, որ կարող է այդ հարվածները խորքային ինչ-որ խնդիրներ առաջացնի։ Դրա մասին էլ ենք պարբերաբար մեր մտահոգությունը հայտնում։ Ստորգետնյա հարվածը հասցնում էկոլոգիական ակտիվ տեղենք, որտեղ կարող է մի հատ սեյսմիկ կարի վրա մի հատ խնդիր առաջանա կհասնի Հայաստան։ Կարող է ստորգետնյա ջրերով ինչ-որ թունավորումներ լինի, որը գա Հայաստան։ Կարող է հարվածներից հետո առիթը օգտագործեն էթնիկ ադրբեջանցիները, որ միշտ լնում է պատերազմի ժամանակ հարևան երկիր են լցվում, Թուրքիան ու Ադրբեջանը փողերը տան, ասենք գնացեք լցվեք Հայաստան, ասեք փախել ենք պատերազմից։ Հավանական բոլոր բաները պետքա մտածել։ Հավանական բոլոր վտանգները ծանրութ հետևանել, ժողովուրդ ջան, որովհետև մենք պետականություն կորցնելու խնդրի առաջ են կանգնած եւ այնպես չի, որ միայն մեր մեղքով։ Այո, մեր մեղքը քիչ չի, բայց մենք փոքր պետություն ենք, աշխարհաքաղաքական էս իրավիճակում կարող է նաեւ ոտատակ գնանք ոչ միայն մեր մեղքով, այլ նաեւ օբյեկտիվ պայմաններից ելնելով։ Իսկ եթե դրան գումարվում է մեր մեղքը, արդեն լրիվ կատաստրոֆիկ վիճակ է առաջանում։ Դրա համար պետք է Իրանի հետ կապված ուղղակի Աստված կանչենք, որ այդ հարվածը չլինի եւ համաձայնության գան, որովհետեւ Իրանն էլ ցանկանում է, որ չի զիջելու եւ այդ պարագայում հարցը առաջանում, թե եթե նա էլ չզիջեց, բա ինչա տեղի ունենալու։ Եվ ամեն դեպքում Իսրայելն էլ ոգևորված ասում է, որ անպայման իրանք պետքա հարվածներ հասցնեն, դա անխուսափելի է, եւ դա է պատճառը, որ արդեն մտահոգությունն ավելի է մեծանում, որովհետեւ Իրանը եթե գլուխը խառնվեց, այդ նույն Իսրայելը Ադրբեջանի հետ մտածելու են ոնց այդ առիթը օգտագործեն հարցը լուծեն, որովհետև այդ ժամանակ հազիվ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին զսպի, եթե ինքը գործընկերն է Իսրայելի ու Ամերիկայի ընդդեմ Իրանի։ Սա է հարցը, որ ես պարբերաբար որ այս ամեն ինչի մասին խոսում եմ, ժողովուրդ ջան, դա նրանից չի, որ ասենք վայ խոճապ տարածենք կամ էս անենք, ինչի եթե ինֆորմացված մարդը ավելի շատ ուշ է խոճապի մեջ ընկնում կամ ընդհանրապես չի ընկնում, եթե դու իսկապես գիտես հավանական ինչ կարող է տեղի ունենա եւ դու պատրաստ ես դրան, ինչի պետք է խոճապի մեջ ընկնես։ Խոճապի մեջ ընկնում են նրանք, որ իրանց համար հանգիստ ապրեն, ոչ մի բանից խաբար չեն։ Մեկ էլ մի օր ասում են վայ Տեր Աստված, էս ինչ կատարվեց։ Ներկայացուցիչների պալատի ԱՄՆ դեմոկրատ ներկայացուցիչ Միկի Շերիլն օրինագիծ է ներկայացրել, որը կստիպի միլիարդատեր Իլոն Մասկին եւ նրա ղեկավարած Դոժին, այդ կառավարության արդյունավետության գերատեսչությունը, նրա աշխատակիցներին սովորական թմրամիջոցների թեստ հանձնել։ Օրինագծով կպահանջվի կառավարության հատուկ աշխատակիցներից մինչև աշխատանքը սկսելը թմրանյութերի թեստավորում անցնել եւ մասնակցել թմրամիջոցների պատահական թեստի ծրագրին։ Յուրաքանչյուր ոք, ում թեստը դրական կլինի, որոշ անօրինական միջոցների պարագայում կլքի դաշնային ծառայությունը, առնվազն 1 տարով։
Իհարկե խնդիրը նա է, որ ասում են Իլոն Մասկին թմրամիջոցների հետ կապված ստուգեն ժամանակին սկանդալներ ա եղել, որի մեջ իր անունը հոլովել ա, որ ինքը օգտագործել ա թմրամիջոց, բայց խնդիրը մենակ դա չի, ժողովուրդ ջան։ Պետք է Իլոն Մասկի ոչ միայն իրան եւ իր թիմակիցների թեստ հանձնեն թմրամիջոցների, այլ նաեւ իր համակարգիչը իր արհեստական ինտելեկտով համակարգիչը, որտեվ այն ինչ որ ինքը անում է ամերիկյան տնտեսության գլխին, սա ամենակ Իլոն Մասկի թմրանյութ օգտագործելու չի, մի քիչ էլ քաշել է երևի համակարգիչը։ Ինչի եմ ասում։ Երբ որ պատահական չի, որ այս սկզբնական շրջանում այդ մասին խոսում էինք, դեռ ձախողումները Մասկի չէր երևացել։ Շատերն էլ ինչ որտեղ զարմանում էին, ասում էին չհասկացանք, աշխարհի ամենահարուստ մարդն է, ամենախելացի մարդն է, ուրեմն ինքը չի հասկանում ինչ է անում։ Ժորժ ջան, ես էլ ասում եի, որ եթե աշխարհի ամենահարուստ մարդը, ամենախելացի մարդը, որը անհամեմատ խելացի է ինձնից է, ձեզնից էլ, անում է շարքային դեբիլություն, ուրեմն հարց է ծագում, բա ում պատվերն է կատարում։ Եթե ինքը դեբիլ լներ, դեբիլություն աներ, այդ ուրիշ խնդիր է, բայց եթե ինքը մեզնից խելացի է դեբիլություն անում, այդա մտածենք ում պատվերն է կատարում։ Նա փորձեց ամեն ինչ անել, այդ մաքսատուրքերով խնդիրներ առաջացրեց, պետական պաշտ, հետո օրը մի սխալ ընդունելով վերջապես հասան նրան, որ հասկացանք լավ, այդ թերությունները ջրիերես հանեցիր, բայց դու ինչ ծրագիր ունես երկիրը առաջ տանելու, պարզվեց, որ այդ կառույցը այլևս պետք չի, պետք է այդ կառույցը փակվի, որտեղ իր նպատակը ընդհանրապես ռևիզորի գործ անելն էր, ջրիերես հանել խախտումները։ Հասկացանք ջրիերես հանեցիր, ինչ որ գումարներ վերականգնեցիր, այդ ընթացքում տնտեսական անկում ունեցար, գնաճ ունեցար, խնդիրներ առաջացավ, հարաբերությունը փչացրեցիր հարևանների հետ, հարաբերությունը փչացրեցիր Չինաստանի հետ, փչացրեցիր Եվրամիության հետ, Լատինական Ամերիկայի երկրների հետ, այդ ամեն ինչն արեցիր, Ամերիկայի նախկին արած ամեն ինչը ոտատակ տվեցիր, ճիշտ թե սխալ, այն արժեքներով, որով աշխարհում առաջնորդում են, սաղ ոտատակ տվեցիր, ամեն ինչ վատ է, դատական համակարգին անուն դնելուց հետո, ի վերջո մեկ էլ կանգնեցին, ասին ժողովուրդ ջան, էլ այդ կառույցը այլևս պետք չի, բա ասում էինք ուր է քո ծրագիրը։ Երկրի զարգացման արդյունավետության քո ծրագիրն ուր է, ու դրա համար ժողովուրդ ջան, ինչի համար եմ ասում։ Այդ հիմա արդեն մի քանի օր հետո պարզվեց, որ շատ ձախողումներ կա իր արածի մեջ։ Այդ սկզբնական շրջանում դա այդպես չէր երևում։ Ես դրա համար ինչ եմ ասում։ Աշխարհում չկա այնպիսի հեղինակություն, նախագահ կլինի, վարչապետ կլինի, միլիարդատեր կլինի, ամենախելացի մարդը կլինի, եթե դուք ձեր կարծիքի մեջ համոզված եք, հանկարծ ասեք, չէ, բա որ ինքն է ասում, ուրեմն մի բան գիտի։ Իսկ եթե որոշ ժամանակ հետո Մասկի սխալներն ու ձախողումները ջրերես դուս եկան, դուք ձեզ ոնց զգացիք, երբ որ տեսաք, թե ինչ է կատարվում։ Միշտ ապեք ասել, այն ինչը կասկածի տակ դրեք, թե ձեր թե մյուսներինը, բայց եթե մի բանում համոզված եք, 8 միլիարդից ավել մարդ էլ կանգնի ասի, այսպես է ճիշտ, դուք պնդեք ձերը, եթե դուք գիտեք, որ ճիշտ եք, որտեղ դա շատ կարևոր է կյանքում, ու այդ դեպքում դուք ձեզ փոքր մարդ չեք զգա։ Եթե փոքր մարդ զգացիք ինչ որ մեկի համեմատ, փոքր մարդ եք զգալու ձեզ առհասարակ։ Փոքր մարդ եք զգալու նաև ասեք, մենք ով ենք, այս մեկը պաշտոնյա է, մենք ով ենք, այս մեկը ինչ է։ Ու այդպես է մարդը ուղղակի, եթե ինքը իրան համարում է փոքր մարդ։ Սա է հարցը, սա սկզբունքի հարց է, ոչ թե ես ինչ որ հատուկ նպատակ ունեմ, ասեմ Մասկը գործից չի հասկանում։ Չէ, ընդհակառակը հասկանում է, հասկանալով է անում։ Թուրքիայի 5 տարվա ընդմիջումից հետո, Թուրքիան 5 տարվա ընդմիջումից հետո սկսում է Եվրամիության հետ բարձր մակարդակի տնտեսական երկխոսությունը։ Ապրիլի 3-ին Բրյուսելում կկայանա Թուրքիա-Եվրամիություն բարձր մակարդակի տնտեսական երկխոսության հանդիպումը, որին կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, գանձապետարական եւ ֆինանսների նախարարը, Եվրոպա հանձնաժողովի գործադիր փոխնախագահ եւ առևտրի հարցով Եվրամիության հանձնակատար եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Եվրամիության ընդլայնման հարցերով գիտենք, որ Թուրքիան Եվրամիության անդամակցության տեխնացու է, բայց իրացքի բանակցություն չեն վարում, բայց հիմա ինչ որ ակտիվություն է առաջացել, հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական ֆինանսական հաստատությունների ղեկավարներ։ Իդեպ այս ակտիվությունը այսքան տարի ընդմիջումից հետո սկսվել է ոչ թե հենց այս պահին, այլ դեկտեմբերին է Եվրամիությունը որոշել էր վերսկսել գործընթացը, որտեղ նոյեմբերի ընտրություններից հետո, երբ որ արդեն Եվրոպան տեսավ ինչ է կատարվում, այնուամենայնիվ հասկացան, որ իրանք Թուրքիայի կարիքը ունեն։ Թուրքիայի ֆինանսների նախարար
Շիմշեքը Եվրամիության հետ գործընթացը վերցնելու վերաբերյալ նշել է. մենք պատրաստ ենք եւ մեր հետ ավելի ամուր համագործակցության։ Այսա նաեւ այն հարցն է, որի մեջ բարբերաբար անդրադառնում ենք ոչ միայն Իրանի հետ կապված, ոչ միայն Թուրքիայի հետ կապված, Թուրքիան խիստ ակտիվությամբ հասկանում է, որ իր կարիքը ունի Եվրամիությունը, իր կարիքը ՆԱՏՕ-ի հետ կապված էլ ունեն, որովհետեւ միայն Թուրքիայի մասնակցությամբ է իրանց կշիռը գերազանցում Ռուսաստանին եւ եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Համարենք Ամերիկան չի խառնվում, չնայած ես համարում եմ, որ Ամերիկան կվերանա իր դիրքորոշումը։ Համարենք չի խառնվում։ Այդ պարագայում Թուրքիայի կարիքը ունենալու են, որովհետև խնդիր են ունենալու, եթե Թուրքիայի կարիքը չունենան, անկախ Թուրքիան անկառավարելի, շատ ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնի, թուրքներ մի բարի պտուղ չի, լավ գիտենք։ Այդ իսկ պատճառով այնուամենայնիվ թե Եվրամիության հետ կապված, թե ՆԱՏՕ-ի հետ կապված, Թուրքիայի հետ այդ ակտիվությունը նկատվում է։ Լավ էլի իրանց խնդիրն է կնկատեն, չեն նկատի։ Եթե մենք իրանց հետ ուղիղ չաշխատենք, մենք խնդիր ենք ունենալու։ Թուրքիան դիրիժոր է դառնալու։ Երբ որ ասում ենք Իրանի հետ կապված խնդրեմ կարա առաջանա Ադրբեջան, Իսրայել, Ամերիկա, լավ գիտենք, որ Թուրքիան եւ Իսրայելը հարաբերությունները նորմալ չի, բայց դա չի խանգարում իրանք պասերով աշխատեն, Ամերիկայի հետ էլ Թուրքիան աշխատի։ Այսինքն Թուրքիայի ակտիվությունը Եվրամիության հետ էլ Ամերիկայի հետ էլ մեզ համար խնդիր է առաջացնելու, որ Հայաստանի շահերը ուղղակի չպաշտպանեն, ասեն գլուխները սխառնա դրա ժամանակը չի։ Դրա համար այս ուղղությամբ էլ շատ պետք է ուշադիր լինել, որտեղ նրանք քնում արթնանում են, երազում են Հայաստանը իրանց միացրած տեսնեն։ Այնպես չի որ կարող է հանկարծ նրանց միտքը փոխվել է։ Ուղղակի պահն են մտածում, արդյոք բարենպաստ է թե չէ։ Իսկ հիմա նայենք Ադրբեջանի նախագահն ինչ է ասում, այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ էլի զիջումների գնանք, մենակ գնանք խաղաղության, չեք հասկանում խաղաղությունն ինչ կարևոր է, կարող է գիտեք պիտի պատերազմենք։ Հա, չէ, չենք ուզում պատերազմենք, բայց ասում ենք, որ զիջեցիր պատերազմը հեռանում է, թե մոտենում։ Իսկ հիմա տեսնենք Ալիևն ինչ է ասում։ Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է եւ բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Միևնույն ժամանակ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն ունի երկու պայման։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նոր չեն։ Հարցը ցակում, եթե պայմանները նոր չեն, ու Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ չի կատարելու։ Այդ պայմաններից մեկը սահմանադրություն փոխելն է 27 թվից շուտ չի անելու։ Բայց դեպքում ինչի էր քեզ կոտորում զիջումների գնում խաղաղության պայմանագրի կետերը համաձայնեցնում, եթե գիտեիր մեկը դա չի ստորագրվելու։ Ուրեմն պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այն պայմանները, սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Նախ պետք է վերացնել ԵԱԿ Մինսկի խումբը, երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի անկախության հռչակագրին։ Դա սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական պատմական տարածքը միավորում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ բացահայտ տարածքային պահանջ է։ Ուստի այս դրույթի հանումը Հայաստանի սահմանադրությունից մեր օրինական պահանջն է։ Երբ այս երկու պայմանները կատարվեն խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ոչ մի խոչընդոտ չի լինի, ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե Հայաստանն իսկապես ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները, ասել է Ալիևը։ Հիմա նորից վերադառնանք այդ հարցին, այս աբսուրդին, որը ասում է։ Իդեալը Նիկոլ Փաշինյանը փորձում է փաստաբանություն անի Ալիևի համար, բայց շատ անորակ փաստաբան է։ Այդ գրագիտության խնդրեմը խանգարում է իրան։ Փաստորեն Ալիևը շարունակում է պնդել, որ մեր սահմանադրության նախաբանի անկախության հռչակագիրը մինչև օրս ուժի մեջ է։ Այսինքն մենք հանձնառու ենք Արցախի համար։ Մեր ուժի մեջ է, որովհետև այդ անկախության հռչակագիրը նաև հիմքում դրել է 89 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորումը լղիմը Հայաստանի հետ, որը արտացոլված է նաև անկախության հռչակագրում, որը դրված է նախաբանում։ Ալիևն ասում է մինչև այսօր ձեր միավորման խնդիրը ուժի մեջ է, բայց եթե մինչև այսօր ուժի մեջ է, այդ մարդկանց ինչ է դատում նրա համար, որ ապօրինի հակասահմանադրական դուս են եկել, ապօրինի կառույց են ստեղծել։ Էլ ո՞նց է ապօրինը, եթե դու մինչև այսօր գտնում ես, որ դա օրինական է։ Այսինքն Ալիևը անընդհատ էս նույն բանն ասում է, բայց Ալիևի բերանին եկող չկա, որտեղ մեր իշխանությունները բան են պայմանավորել իր այդ։ Ոնց կարան Ալիևին ասեն, լավ մտածի։ Եթե իսկապես այդ սահմանադրությունը մինչև այսօր ուժի մեջ է, բա դու ո՞նց ես ասում 30 տարի թալանել եք, ո՞նց ես ասում 92 առաջի Արցախյան պատերազմը մենք ենք հարձակվել Ադրբեջանի վրա։
Եթե մենք համաձայն փաստաթղթի, դա մերն էր։ Համաձայն փաստաթղթի մենք միավորված էինք, ու այդ փաստաթուղթը Ալիևի ասելով, մինչև այսօր ուժի մեջ է։ Բայց եթե մինչև այսօր ուժի մեջ է $180 միլիարդ մեզին չես տուգանք ներկայացնում օկուպացված տարածքներն ինչ օկուպացված տարածք, եթե դու ես հարձակվել Արցախի վրա, որը Հայաստանի հետ վերամիավորված էր, որի համար մենք հանձնառու էինք մեր սահմանադրության նախաբանում գրած անկախության հռչակագրով։ Բայց ով պետք է դա պատասխանի Ալիևին, Նիկոլ Փաշինյանը, որը անտազիջումների է գնում։ Իլհամ Ալիև, ինչ ասել, Հայաստանը մինչև 2024 թվականի հունվարը պնդում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գոյություն ունի միայն Հայաստանի երազանքներում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հենց Ադրբեջանն ու անձամբ ես նախաձեռնեցինք խաղաղության բանակցությունների մեկնարկը։ Այն ժամանակ ոչ Հայաստանը, ոչ էլ այդ ժամանակ դեռ գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը նման առաջարկ չեն ներկայացրել։ Այս առաջարկն արել է ադրբեջանական կողմը, սա ինքնին ցույց է տալիս, թե որքան շահագրգռված ենք խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, ասել է Ալիևը։ Հիմա նորից մի բան նայենք։ Այսինքն Ալիևը պնդում է, որ մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցը մտցնել փաստաթուղթ խաղաղության։ Ալիևն ասում է իմ պահանջով է դուրս եկել։ Այսինքն ստացվում է այնպես, իսկ Ալիևը որ դա ասում է կարա ապացուցի, ինչի, որովհետև այդ փաստաթղթերը գրավոր են, չէ, իրար փոխանցել։ Նրանք ուղարկում էին, մերոնք պատասխանում էին, նրանք ուղարկում էին, հիմք էին ստեղծում, որ հանեն դարագիծ ցույց տան, ասեն, տեսեք դուք ուզեցել եք սա անեք։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրան ճղում են, թե ինչ գործ ունի Արցախի հարցը տեղավորվի խաղաղության պայմանագրում, Արցախի հարցը լուծվեց։ Իրանք խոստովանում են, որ Արցախի հարցը լուծվել է, որովհետև իրանք չկարողացան Ալիևին համոզեն, որ այդ կետը մտցնեն։ Ալիևն է Արցախի հարցը լուծել, Նիկոլ Փաշինյանն էլ համաձայնվել է։ Եթե Նիկոլ Փաշինյանը այսօր գտնում է, որ միանգամայն հիմնավոր 91 թվականից Արցախի հարցը լուծված էր, մինչև 2024 թվական, այն չի էր ցանկանում այդ հարցը մտցնես Հայաստանի խաղաղության պայմանագիր, բայց չստացվելու դեպքում հիմա մեզ բացատրում եք, որ դուք ոչինչ չեք հասկանում, դա չպետք է մտնի այդ փաստաթղթի մեջ, որովհետև Հայաստանի կառավարությունն ասում է Արցախի հարց գոյություն չունի, Արցախի հարցը չի շարունակվելու, բայց դուք ուզում եք չէ շարունակել, համարում եք, որ ձեր պահանջը հիմնավոր է, համարում եք, որ դա արդարացված է, Ալիևը պահանջեց, հանեցիք, մեզ բան չեք մեղադրում, որ մենք այդքանը գլխի ենք գնում, դե հիմա մեզ պետք չի բացատրել, Ալիևին բացատրեք, ասես սուտ ես ասում, մենք մինչև 2024 թվականը Արցախի հարցը չենք փորձել փաստաթղթի մեջ մտցնել խաղաղության, որտեղ Արցախի հարցը 91 թվականից փակ էր, դե Ալիևին բացատրի, մեզ պետք չի բացատրել, նա էլ դարագից կհանի ցույց կտա ձեր գրածները, ու այո ճիշտ է կարել, որ Արցախի հարցը ուզեցել եք մտցնեք, այնպես չի որ ճիշտ չեք արել, սխալ եք արել, որ զիջել եք, որից հետո մեկը փաստաթուղթի չէր ստորագրելու, հետո մեզ մեղադրել եք, թե ինչ եք Արցախի հարցը բերեն, պատերազմ եք ուզում, բերեք բացատրեք, որ ժողովուրդ ջան, դուք փորձել եք անել, չի ստացվել, բայց զիջելուց հետո ստացվել է, զիջելուց հետո Ալիևը չի հոխորտում, նոր պահանջներ չի դնում։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպանը քննարկել է առևտրի, տնտեսության, ներդրումների, կանաչ էներգիայի, տրանսպորտի, լոգիստիկայի, թվային տեխնոլոգիաների, նորարարությունների, մշակույթի, հումանիտար կապերի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Զրույցի ընթացքում, ես ուղղակի նայեցի, թե ինչ կարգի հարցեր են քննարկել, զրույցի ընթացքում Ադրբեջանի վարչապետը նշել է միջին-միջանցքի կարևորությունը Եվրասիայի, այդ թվում Հարավային Կովկասի երկրների համար, ընդգծելով, որ Զանգեզուրի միջանցքի բացումը խթան կհաղորդի միջին-միջանցքի համար։ Այսինքն Ադրբեջանի վարչապետը Չինաստանի հետ քննարկում է միջանցքի հարցը, Նիկոլ Փաշինյանը ստեղ կանգնում ասում է, այո, միջանցքը տալու ենք, բայց մենք ասել ենք ինչ պայմանով ենք տալու, որ նույն պայմանը մենք ունենանք
հաղորդակցվենք այդ իրանց ճանապարհն բոլոր կոմունիկացիաները բացվեն։ Արարատ Միրզոյանը կանգնել ասում մենք առաջարկություններ ենք արել կոմունիկացիայի բացման, երբ որ խաղաղության պայմանագրի բանակցություններն ավարտվեցին, ասենք բերեք սա էլ անենք, բայց ոչ մի պատասխան չենք ստացել։ Նիկոլ Փաշինյանն էլ իր բարձրացած հարցերի պատասխանը չի ստացել, բայց մեր հարցը մեզ հետ չեն քննարկում, մեր հարցը Չինաստանի հետ են քննարկում, համարելով որ հարգելի Չինաստան, լուրջ պետություն ես, այ հիմա այդ քո միջանցքն է, դու էլ ես գալու դրանով շփվես, այս հայերը չեն համաձայնվում, մի հատ տեսեք ինչ անենք որ համաձայնվեն։ Բա դա ենք բացատրում ժողովուրդ ջան, որ այսօրվա դրությամբ, երբ որ դու գլխապատառ ասում ես սրանել ենք համաձայն, մի քանի իրար հակասող բաներ ասում, որ գիտես ինչ, մենք պատրաստ ենք այն պայմանով տարածքը տանք, ոնց որ Իրանն է տալիս, Իրանը կարող է շատ ուրիշ բան պայմանավորվի, դու ոնց ես համաձայնում, քո ինքնիշխան տարածքով բեռը անցնի, երրորդ երկրով անցնող ռեժիմով պայմանավորված։ Հետո կանգնում ասում ես անխոչնդոտ թող անցնեն, հետո կանգնում ես ասում ես նույն ձևի թող անցնեն անխոչնդոտ, ինչպես մենք կանցնենք կգնանք Նախճեվանով կգնանք կհասնենք ենթադրենք մեր արևմտյան հյուսիս-արևմտյան հատվածները։ Չնայած դրանք տրամագծորեն իրարից տարբերվում են։ Ադրբեջանը եթե Նախճեվանով կապվի անխոչնդոտ, նա բերելու է Չինաստանից բեռը տանելու է Ուրուզի, ինչ ուզենալու է տանելու է։ Իսկ Մեղրիից եթե մի բան որոշես տանես անխոչնդոտ, տանես Հայաստանի տարածքով Նախճեվանով մտնես, տանես հյուսիս-արևմտյան որևէ տեղ, դրանով մենք ինչ արդյոք դրա մեջ նույն մոտեցումը կա, ինչ բեռ ենք տանելու մենք ներքին սպառման համար բեռ, ինչ բեռա տանելու ինքը տրանզիտ Հայաստանի տարածքով, ինչ ուզենա կտանի զենքից սկսած ամեն ինչով, այնպես որ բայց նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը համաձայն չի, մեր հետ չի քննարկում, առաջարկությունը հնչել է Նիկոլ Փաշինյանի կողմից, հրապարակային ասվել է նաև մեր տիրույթում, որ հարց տվեցին, ասեց այո տալու ենք, բայց ասել ենք ինչ պայման, Ադրբեջանը մեզ մերժում է, բայց Չինաստանի հետ այդ հարցը քննարկում է, ու պետք չի բառախաղի հետևից ընկնել, դա միջանցք չի, դա տարածք է, մենք Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում հասկացանք Հայաստանի ինքնիշխանության շրջանակումը, բայց եթե մենք վերահսկողություն չենք սահմանում, այդ ինքնիշխանության շրջանակը ինչ, հասկացանք տարածքը մերն է, որի վրա վերահսկողություն չունենք։ Բայց նույնիսկ այդ չենք կարողանում անենք։ Եվ վերջում էլ ուղղակի ուշադրություն դարձնենք Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը թե իբր ապրիլի 2-ին, այսինքն այսօր ժամը 13:55-ից 14:05 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, քանի օր պետք է իրանք ասեն որ մենք կրակել ենք, չէ որ դրանով հող են նախապատրաստում, կարող ենք ասել չենք հասկանում հող են նախապատրաստում, իշխանավորներն են անգամ խոստովանում, որ սա էսկալացիայի հիմք է ստեղծում, բա մենք ինչ ենք անում, մենք ինչով ենք զբաղված, մեր իշխանություններն ինչ են անում դրա դիմաց, երբ որ ասում ենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային այս լարված իրավիճակում ամեն օրը, ամեն վայրկյանը նշանակություն ունի, թե ինչ ձևով դու կկարողանաս կողմնորոշվես այդ ուղղությամբ։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։